Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռևյուն է։ Հարևան բարեկամ պետությունների հետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը իհարկե ինչպես գիտեք մշտապես եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության գլխավոր առաջնահերթությունների թվում։ Այս շարքում կարելի է ես կասեի անհրաժեշտ է անդրադառնալ Վրաստանին, ինչ վիճակում են այսօր հայ-վրացական հարաբերությունները հատկապես պաշտոնական մակարդակում, ներքաղաքական ինչ իրավիճակ է այսօր Վրաստանում եւ ինչ ազդեցություն է ունենում Վրաստանը տարածաշրջանային գործընթացների վրա, հատկապես որպես տարանցիկ երկիր եւ ոչ միայն։ Թեմայի շուրջ տաղավարում կզրուցենք Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Մելիքսեթյան, շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Եվ այսպես առաջին հերթին հետևյալ հարցով սկսենք, ինչ իրավիճակ է ներքաղաքական այսօր Վրաստանում եւ հնարավոր է ներքաղաքական նոր սրացումներ լինեն, որովհետեւ գիտենք, որ վերջին 1-2 տարվա ընթացքում բազմաթիվ բախումներ են եղել։ Իրականում Վրաստանում վերջին տարիները բավական ակտիվ էին եւ հատկապես քաղաքական ներքաղաքական առումով եւ հիմա մի փոքր ավելի հանգիստ է հաշվի առնելով նաեւ Վրաստանի այս վերջին 1 տարվում կառավարության ընդունած նոր օրենքները եւ խստացումները, որոնք մեծապես վերաբերում են հենց հանրահավաքներին եւ ընդդիմադիր գործիչների գործունեությանը։ Իրավական դաշտում այո շատ են այդ սահմանափակումները հավաքներ իրականացնելու հետ կապված, քանի հոգով կարող են անել ճանապարհը ինչպես կարող են փակել, որ ճանապարհը քանի հոգով կարող են փակել, մի քիչ ծայրահեղ ձևակերպում եմ ասում, բայց մեծապես այդպես է եւ նույնիսկ այս վերջին շրջանում այդպիսի քննարկումներ կան, որ փոքրաթիվ մարդիկ, այսինքն փոքր թվով մարդիկ չեն կարող ընդհանրապես ճանապարհ փակել եւ հատկապես կան ճանապարհներ, որոնք համարվում են ռազմավարական նշանակության եւ այդ միջազգային ռազմավարական նշանակության ճանապարհների փակումը արդեն քրեական պատասխանատվության է ենթարկվում։ Բայց իսկապես այս իրավական եւ քաղաքական իրադարձությունների ֆոնին Վրաստանում բավական այսինքն լարված է այն առումով, որ կան այդ խոր հակասությունները եւ ճգնաժամային իրավիճակը Վրաստանում, բայց այն ինչին մենք նախկինում ականատես ենք եղել, այսինքն այն բուրըն պայքարը, փողոցային պայքարը, նաեւ ընդդիմադիր գործիչների ներգրավվածությամբ հիմա չկան եւ դա սա ունի հստակ պարզ պատճառներ, որովհետեւ ընդդիմադիր գործիչների մեծամասնությունը, այսինքն բանտարկված են։ Եվ այդ մարդիկ ընդդիմադիր տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, առաջնորդներ, տարբեր ինչ-որ քրեական հոդվածների շրջանակներում հիմա մինչև մի քանի ամիս կամ 1-2 տարով բանտարկված են եւ դրանից հետո նաեւ զրկված են 2 տարի քաղաքական գործունեություն ծավալելու այդ հնարավորությունից։ Վրացական երազանքը իշխող թիմը նաև ցանկանում է, այսինքն արդեն դիմել է սահմանադրական դատարան, որպեսզի հակասահմանադրական ճանաչի երկրի ամենագլխավոր ընդդիմադիր ուժին, Միացյալ ազգային շարժմանը եւ նաեւ Սաակաշվილი, Միխայել Սաակաշվილი նախկին նախագահի կուսակցությանը եւ նաեւ այն կուսակցություններին, ովքեր ինչ որ առումներով հարում են այս, ինչպես գիտեք, ժամանակին Միացյալ ազգային շարժումը մի քանի անգամ այսպես բաժանվեց, նոր կուսակցություններ առաջացան, այս նախկին թիմակիցները նոր կուսակցություններ հիմնեցին, այսինքն Սաակաշվիլի կուսակցությանը եւ դրա հարագից իրեն հարող նաեւ կուսակցությունները հակասահմանադրական ճանաչվեն եւ գործունեություն ծավալելու իրավունք չունենան։ Իսկ այն մարդիկ, ովքեր նաեւ կուզենան այլ կուսակցություններ հիմնեն կամ այլ կուսակցության անդամ դառնան, դա նույնպես խստորեն կպատժվի եւ հնարավորություն չի տրվի, այսինքն փորձում են վրացական կառավարությունում եւ Վրաստանի իշխանությունում այս հարցը բավական խիստ շրջանակների մեջ վերցնել եւ ընդդիմադիր ուժերը այս առումով իսկապես լուրջ խնդրի են բախվում։ Եվ Եվրամիությունն էլ շատ խիստ եւ կտրուկ մշտապես արձագանքում է այդ տեղի ունեցողին, հա, կարող ենք այդպես ասել։ Այո, եւ վերջին տարիներին, այսինքն ավանդաբար եւ երբ մենք սովոր ենք, որ Հարավային Կովկասում Վրաստանը մշտապես եղել է Արևմուտքի օրինակելի գործընկերը եւ Վրաստանը մշտապես եղել է եւ Եվրոպական միության, եւ ԱՄՆ-ի, եւ ՆԱՏՕ-ի հետ կապված, այսինքն իսկապես օրինակելի գործընկեր բոլոր առումներով։
Մենք հիմա տեսնում ենք, որ այդ խոր ճգնաժամը հարաբերություններում Արևմուտքի հետ, այստեղ ես սիրում եմ առանձնացնել երկու թևեր։ Արևմուտք ասելով պիտի մի քիչ առանձնացնենք ԱՄՆ-ն եւ Եվրոպական միությունը ինքնին, որովհետեւ Եվրոպական միության հետ եւ ընդհանրապես Եվրոպայի հետ հարաբերություններում Վրաստանը շատ ավելի քննադատաբար, կիսահեգնական նման դիրքորոշում ունի հատկապես հիմա եւ չի խնայում այդ հռետորաբանությունը մեղադրանքների, վիրավորանքների եւ այլն։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, այստեղ հարցը մի փոքր ավելի շատ ավելի զուսպ է վրացական կողմը այս առումով եւ երբ պիտի այսինքն իշխանության գար Դոնալդ Թրամփը վրացական կողմում մինչ այդ իհարկե Վրաստանի վերաբերյալ ընդունվեցին տարբեր բանաձևեր եւ ամերիկյան կողմը դադարեցրեց համագործակցության տարբեր ձևաչափեր, մեխանիզմներ վրացական կողմում մտածում էին, որ Դոնալդ Թրամփի աշխատակազմի, այսինքն վարչակազմի իշխանության գալուց հետո հարաբերությունները նորից հնարավոր կլինի վերագործարկել եւ նոր էջից սկսել եւ այլն։ Բայց ինչպես տեսնում ենք Հարավային Կովկասի հետ կապված ԱՄՆ դիրքորոշումը մի փոքր այլ է եւ գոնե պաշտոնական մակարդակով, որոնք տեսանելի եւ նկատելի կարող են ազդել Վրաստանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա, այդպիսի հայտարարություններ դեռևս չկան։ Եվ սկզբնական փուլում վրացական կողմում մտածում էին, որ միգուցե ԱՄՆ-ն ավելի շատ հիմա կենտրոնացած է Ուկրաինայի եւ այդ այլ հարցերով, որոնք ավելի մեծ նշանակություն ունեն աշխարհաքաղաքական սեղանին եւ Վրաստանի հերթին ինչ-որ ժամանակ հետո կգա, բայց այսինքն այս ամիսները եւ այս տարին ցույց տվեց, որ դեռ Վրաստանի հետ կապված հարաբերությունների վերագործարկումը օրակարգում չէ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների եւ նույնիսկ վրացական կողմը պաշտոնական եւ նախագահը եւ վարչապետը մի քանի անգամ բազմամակով դիմել են ԱՄՆ-ին, որ հարաբերությունները կարիք կա վերագործարկել եւ սկսել նոր հարաբերություններից։ Եվ այս առումով է, որ ուզում եմ ասել, որ շատ ավելի զուսպ են այդ հայտարարություններում ԱՄՆ-ին ինչ որ հարցերում մեղադրելու առումով շատ ավելի զուսպ են եւ այդ հայտարարությունները մենք չենք տեսնում, որը տեսնում ենք օրինակ Եվրոպական միության կամ ԵԽԽՎ-ի վերաբերյալ կամ ԵԱՀԿ-ի վերաբերյալ, այսինքն շատ ավելի անողոք ասեմ կամ չգիտեմ, այսինքն հայտարարությունները եւ հռետորաբանությունը Եվրոպային ուղղված շատ խիստ է Վրաստանում հիմա պաշտոնական։ Բայց եթե Եվրամիությունը կամ Եվրամիության ղեկավարությունը անթակույց միջամտում է իրենց ներքին գործերին, ինչու չպիտի մեղադրեն այդ դեպքում։ Վրացական երազանքը, այո, դուք ճիշտ եք նշում, վրացական երազանքը հիմա ամենաշատը, որ անդրադառնում է այն է, որ մեղադրում է Եվրոպական միությանը ներքին գործերին, Վրաստանի ներքին գործերին միջամտելու եւ տարատեսակ ինչ որ հարցերին ներգրավվածություն ունենալու համար։ Եվրոպական կողմը իր հերթին հիմնականում որ աշխատում է այս պահին ընդդիմադիր գործիչների եւ ընդդիմության հետ եւ ժամանակին էլ վերջին տարիներին հիմնական այսինքն գործընկերությունը պահվում է ընդդիմադիր գործիչների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Եվրոպական կողմը իր հերթին պնդում է, այսինքն եթե հաշվի առնենք 2024 թվականից, իհարկե մի քիչ ավելի վաղ էլ կային նմանատիպ խնդիրներ, խնդիրը գալիս է նրանից, որ Եվրոպական կողմը ասում է, որ պիտի դուք անեք նոր խորհրդարանական ընտրություններ, որովհետև 2024-ին համարում են ոչ լեգիտիմ, եւ վրացական կողմը հակազդում է, որ այն մարդիկ, ովքեր 1 միլիոնից ավել մարդիկ, ովքեր քվեարկել եւ ձայն են տվել վրացական երազանքին, չի կարելի այդ մարդկանց դիրքորոշումը եւ ձայնի տված ձայնը հերքել եւ ինչ որ նոր խորհրդարանական ընտրություններ պահանջել եւ այլն եւ այլն։ Իսկ եթե Եվրոպամետ չեն, իրենց աշխարհակաղակական շահերը չեն սպասարկում, ուրեմն լեգիտիմ չեն։ Ես Եվրոպամետության հետ կապված մի փոքր այլ տեսանկյունից նաեւ նշեմ, որովհետեւ իրականում շատ այդպես սև ու սպիտակ չի, ինչպես որ հնարավոր է պատկերացնել, որովհետեւ նույն Վրաստանը եւ Վրաստանի ղեկավարությունը չի ասում, որ մենք չենք ուզում Եվրոպական միության անդամ դառնալ։ Բայց հայտարարեցին, որ մինչև 2028 թվականը, հետո նաև 2030 թվականը, այսինքն այդ թվականները սկսեցին տարբերվել ինչ որ առումներով եւ ասացին, որ Վրաստանը դադարեցնում է մինչև այդ անդամակցության գործողությունների աշխատանքները, որովհետեւ այդ անդամակցության թեման դարձել է այսինքն ճնշումների, շանտաժի ինչ որ գործիք Եվրոպական միության համար, բայց այսինքն այս փոխադարձ մեղադրանքները կա եւ վրացական կողմը վերջին շրջանում, իհարկե նաեւ վերջին ամիսներին ակտիվ քննարկում են հարցը, որ ավելի ճիշտ արդեն հանրայնորեն է դրա մասին խոսում, որ
Վրաստանի վերաբերյալ, այսինքն դիրքորոշումը փոխվեց եվրոպական կողմից 2022 թվականին, երբ Վրաստանը հայտարարեց, որ չի պատրաստվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին ներգրավել, այսինքն Ուկրաինայում այս նոր պատերազմական գործողություններից, պատերազմի, այսինքն վերսկսումից հետո չի պատրաստվում Ռուսաստանի դեմ կիրառել նոր պատժամիջոցներ, այն ժամանակ էլ պնդում էին, որ դա վնաս է իրենց ազգային շահին եւ տնտեսությանը։ Ավելի պատկերավոր ասած, երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Ես այն ժամանակ էլ տարիներ առաջ էլ, այսինքն եւ տարբեր քննարկումներում ասում էի, որ Վրաստանը չի կարող այդ երկրորդ ճակատը բացելու հնարավորություն ունենալ, որովհետեւ Վրաստանում շատ լավ հասկանում են, այսինքն պատերազմի այդ ավերիջ, այսինքն դերակատարությունը եւ հնարավոր չէ եւ Վրաստանը 2012 թվականից հետո մշտապես խոսում է հարաբերությունները վերականգնելու մասին եւ հարաբերությունները իրականում վերականգնվել են այն առումով, որ տնտեսապես երկու երկիրները բավական լավ ակտիվ համագործակցում են եւ Ռուսաստանը տարիներ շարունակ Վրաստանի թոփ առևտրային գործընկերների եռյակում է եղել։ Եվ զբոսաշրջության թվում նույնպես Վրաստան այցելող ռուս զբոսաշրջիկները բավական մեծ թիվ են կազմում, ելի եռյակում են Թուրքիա, Ռուսաստան, Թուրքիա եւ Հայաստան։ Բայց այս պարագայում պիտի նաեւ հասկանանք, որ այս պատժամիջոցների թեման դարձավ կարծես թե այդ դանդաղ աշխատող այդ ռումբը, որ սկսեց երկու երկրներ, այսինքն Եվրոպայի եւ Վրաստանի հետ կապված այդ հարցերում, հարաբերություններում, այսինքն խնդիրները ակտիվացնել եւ առաջ բերել։ Եվ վրացական կողմը վերջերս էլ 3 Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Եվրոպայում կրկնակի ստանդարտներ են, չափանիշներ են գործում եւ այդ չափանիշները այսինքն Վրաստանին սկսում են մեղադրել այնպիսի բաներում, Ռուսաստանի հետ հարաբերություններում կամ նմանատիպ այլ հարցերում, երբ օրինակ նույն Մոլդովան կամ տարբեր այլ երկրներ շատ ավելի լուրջ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, քան նույն ինքը Վրաստանը։ Քաղաքական առումներով Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները որևէ ինչ-որ էական փոփոխություններ չեն կրել այս տարիների ընթացքում եւ հատկապես ուկրաինական պատերազմից ընթացքում եւ հետո, որովհետեւ դիվանագիտական հարաբերություններ չկան եւ վերջին ամսվա ընթացքում մի քանի անգամ եղան այդ հայտարարությունները, որ ռուսական կողմը պատրաստ է այս վերագործարկման հարաբերությունների, իսկ վրացական կողմը ասում է դա միայն մեկ ճանապարհ ունի եւ դա տարածքային ամբողջականության ճանաչումն է, այսինքն Աբխազիայի եւ Հարավային Ռուսիայի, այո։ Այսինքն ինչ որ առումներով սա փակուղի է, ինչ որ առումներով իսկապես սա փակուղի է, որովհետեւ մենք վստահորեն հասկանում ենք, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ներկափուլում գոնե հնարավոր չէ պատկերացնել, որ այդ տարածքները կարող են ճանաչվել նորից Վրաստանի տարածքային ամբողջականության մաս ճանաչվել, այնպես որ կարծում դեռ առաջիկա տարիներին մենք միայն ականատես կլինենք այդ տնտեսական համագործակցությանը եւ ոչ ավելին։ Մենք անդրադարձանք աստորեն Վրաստանի ներքին իրավիճակին եւ ամենավիճահարույցը, ինչպես ես հիշում եմ, օտարերկրյա ազդեցության կամ օտարերկրյա գործակալների մասին օրենքներ, որը այդպիսի բուրըն քննարկումների եւ բախումների տեղիք տվեց եւ Եվրամիության հետ հարաբերություններին անդրադարձանք։ Հիմա տեսեք որն է խնդիրը, որը այսօր ամենաթեժ, ամենաարդիական քննարկվող հարցերից մեկն է նաեւ Հայաստանում։ Վրաստանի իշխանությունները բոլորովին վերջերս Եվրամիության ղեկավարությանը մեղադրում էին Վրաստանում իշխանության տապալման կամ սահմանադրական կարգի տապալմանը աջակցելու մեջ եւ ինչպես արդեն փաստեցինք, պարբերաբար մեղադրում են Եվրամիությանը Վրաստանի ներքին գործերի միջամտելու մեջ։ Հայաստանի իշխանությունները բոլորովին վերջերս դիմել են, հայտնի դարձավ այդ մասին, դիմել են Եվրամիությանը, ինչպես հայտարարեց Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, աջակցելու արտաքին միջամտության եւ հիբրիդային պատերազմների դեմ պայքարում։ Մի տեսակ հակասություն չկա այս ամենի մեջ։ Նույն Կայա Կալասը, նույն Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը ըստ ձեզ Վրաստանի փորձը ինչ է ասում, այսինքն Եվրամիությունը, որը մի դեպքում մեղադրում է միջամտելու մեջ Վրաստանի ներքին գործերին, կարող է այդպիսի գործառույթ իրականացնել եւ
աջակցել Հայաստանին այդ հիբրիդային պատերազմի դեմ պայքինչել, որ դա նշանակի։ Մի կողմ թողնելով Հայաստանը, որովհետև ես Հայաստանի մասնագետ չեմ, քաղաքագետ չեմ այս առումով, բայց ինչ վերաբերում է Վրաստանին, ես մի հետաքրքիր դիտարկում եմ ուզում անել այս առումով, որ տարիներ առաջ, նույն 2020 թվականին կամ դրանից ավելի վաղ ընտրություններում, որտեղ հիմնականում այս թեմաները ակտիվանում են ընտրությունների շրջանում եւ ավելին դրանք ակտիվանում են հատկապես խորհրդանական ընտրությունների ժամանակ, իսկ նախագահականը Վրաստանի պարագայում վերջին տարիներին արդեն որպես այդպեսին էական նշանակություն եւ դերակատարություն չունի։ Ինչ վերաբերում է խորհրդանական ընտրությունների ժամանակ, ես հստակ հիշում եմ, որ եղել են նաև ժամանակներ եւ ընդհանրապես Վրաստանի եւ Եվրոպական միության համագործակցության մեջ կարևոր դերակատարություն են ունեցել նաև այդ արտաքին քարոզչության դեմ պայքարելու մեխանիզմները, միջոցները եւ այդ ակտիվացնելու, օգնելու կիբերհանցագործությունների հետ կապված, կիբերհարձակումների հետ կապված ինչ որ համագործակցության բաներ կային եւ դրանք վերաբերել են նաեւ հենց Եվրոպական միության Վրաստան, այսինքն երկկողմ հարաբերություններին, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի շրջանակներում են եղել նմանատիպ ինչ որ էլի համագործակցության մեխանիզմներ եւ տարիներ առաջ դա ընդունելի էր նաեւ Վրաստանի համար, որ կարող են Եվրոպական միության հետ քննարկել այս պարագայում Վրաստանի պարագայում հատկապես քննարկում էր, որ երրորդ երկրները չկարողանան միջամտել եւ երրորդ երկրներ ասելով նկատի ունեին հենց Ռուսաստանին, որ Ռուսաստանը չկարողանա միջամտել։ Այստեղ հետաքրքիր մի բան կա, որ գրեթե բոլոր խորհրդանական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի թեման դա այն հարցն է, որ այսպես թե այնպես կա եւ Ռուսաստանի թեման կապվում է ոչ միայն իշխանության կամ իշխանության հետ, այլ նաեւ ընդդիմության հետ։ Այսինքն եթե մեկը փորձում է մյուսին դիսկրիմինացիայի ենթարկել, այսինքն ինչ որ հարցերով, այսինքն սկսում են մեղադրել ռուսական, պրոռուսական լինելու, ռուսամետ լինելու համար։ Տարիներ առաջ ես շատ լավ հիշում եմ, որ նույնիսկ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ որ այդ ժամանակ հաղթեց Սալոմե Զուրաբիշվիլին, Սալոմե Զուրաբիշվիլին իշխանության եկավ վրացական երազանքի աջակցությամբ, եթե հիշում եք, եւ արդեն որոշ ժամանակ անց սկսեց ընդդիմադիր գործունեություն ծավալել եւ նախագահության նախագահի պաշտոնի, այսինքն վերջնաժամկետին մոտ հակասությունները իշխանության եւ նախագահի ինստիտուտի մեջ բավական ակտիվ էին եւ այդ նույնիսկ քննարկվում էր, որ սահմանադրական կարգի հետ էլի խախտումներում էին մեղադրում։ Այդ սկանդալային հայտարարությունը արեց Հայաստանի մասին հայկական կարուսելի, այլ չեմ կարող չհիշել։ Իրականում վրացական կողմում Սալոմե Զուրաբիշվիլին այդ հայկական կարուսելի մասին իհարկե հետո նաև միջազգային լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադարձավ այդ թեմային, ասաց, որ դա քննարկվում է, բայց ես դա չի ուզում հայկական ինչ որ հայկականությունը թիրախավորել, բայց այ օրինակ մեզ մոտ ասում են հայկական կարուսել, միգուցե իրենք նույնը ասում են վրացական կարուսել եւ այլն, այսինքն փորձեց դրան ինչ որ առումներով մեղմել, բայց հաշվի առնելով որ հայկական մենք ժամանակ տեսնում ենք, որ Հայաստանը հայկական ծագումը կամ նմանատիպ ինչ-որ բաները թիրախավորվում են Վրաստանում, այսինքն այսպես ինչ-որ դրվագներ մենք ժամանակ առ ժամանակ վրացական քաղաքական դաշտում լրատվամիջոցներում տեսնում ենք, բայց վերադառնալով այդ Ռուսաստանի հետ կապված թեմային, որպեսզի այսինքն անպատասխան չմնա, այսինքն այդ Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ եւ Սալոմե Զուրաբիշվիլին էին ինչ-որ ժամանակ մեղադրում ռուսամետ լինելու համար եւ այն ժամանակ Գրիգոր Վաշաձյան էր նրա հիմնական այսինքն օպոնենտը այդ նախագահական ընտրություններում եւ նրան էին վերաբերել, այսինքն անընդհատ այս ռուսամետության հարցը Վրաստանում շատ կա եւ եթե ինչ-որ մեկին ուզում են որևէ կերպ համբավի կամ չգիտեմ ինչու հետ պիտակավորել, այո, պիտակավորել ամենամեծ բանը հենց ռուսական թեման է այստեղ եւ հաշվի առնելով որ Ռուսաստանի հետ հարաբերություններում իսկապես այդ լարվածությունը կա էլի Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները այն հատկապես պատերազմից օգոստոսյան պատերազմից հետո բավական այսինքն այդ զգայուն է թեման Վրաստանի հասարակության համար Բայց դա չէ որ ամեն դեպքում բելի աշխարհակաղակական ազդեցության մասին այս ամենը թե Վրաստան, թե Մոլդովա եւ ինչպես նշեցիք այս անընդհատ այդ Ռուսաստանի հարցը գալիս է եւ Կայա Կալասն էլ այդ իր խոսքում ասում էր որ ինչպես Մոլդովային աջակցեցինք այդ ձևով տեսնենք ինչպես կարող ենք Հայաստանին աջակցել այսինքն աշխարհակաղակական ազդեցության պայքարի մասին չէ այս ամենը
Այսինքն թե ինչպիսի մեխանիզմներ կանեն եւ Հայաստանի պարագայում ինչպիսի մեխանիզմներ կընդունեն, դա արդեն հարցի մեկ այլ կողմն է, բայց ինչ վերաբերում է հենց այդ Վրաստանին, գալով իմ ոլորտ եւ իմ դաշտ, այս պարագայում ել եմ կրկնում, որ ժամանակին այս մեխանիզմները նաեւ Վրաստանի հետ են եղել։ Այսինքն նույն վրացական կողմին Եվրոպական միությունը տարատեսակ, այսինքն ելի եմ կրկնում ապատեղեկատվության դեմ պայքար, երրորդ երկրների միջամտության հետ դեմ պայքարի, այսինքն լծակներ տալ, միջոցներ տալ, այսինքն հիբրիդային Կդժվարանամ ասել 2016-20 թվականներին կային այդ հավանաբար այո, բայց այսինքն ինքս ինձ ապահովագրելու համար կարող եմ ասել, որ միգուցե, որովհետև վստահ չեմ հիշում, բայց նույն 2016 թվականին եւ 2020 թվականներին իսկապես կային այդ նույն քննարկումները Ռուսաստանի միջամտության հետ կապված, ինչպիսի դերակատարում է ունենում եւ նույնիսկ անդիմադիր ցույցերի ժամանակ կային այդ ապատեղեկատվությունները, որոնք շատ էին տարածվում, որ իբր նաեւ ինչ որ այդ անդիմադիր ինչ որ բաներում ռուսական ինչ որ բաներ են ներգրաված ուժայիններ եւ այլն, այսինքն մենք բազմիցս այդ ապատեղեկատվության ինչ որ հոսքերին ականատես եղել ենք տարիների ընթացքում եւ հատկապես Վրաստանի պարագայում ես կարծում եմ, որ դրանք միշտ կան եւ լինելու են, քանի դեռ այդ երկու երկրները հարևանությամբ ապրում են եւ կան խնդիրներ, որոնք չլուծված են երկրների այդ հարաբերություններում։ Ես իհարկե չեմ ուզում ձեզ ներքաշել հայաստանյան ներքաղաքական քննարկումների մեջ, բայց շատ հետաքրքիր են զուգահեռները, թե Եվրամիության հետ հարաբերությունների կամ ասենք Եվրամիության անդամակցության հետ կապված, որովհետև Հայաստանում էլ ազգային ժողովը ավելի ճիշտ մեծամասնությունը օրինագիծ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, սակայն դա հետո շարունակություն չունեցավ, իսկ Վրաստանը ինչքան ես հիշում եմ ասոցիացիան համաձայնագիր ունի, ճիշտ է, եւ Եվրամիության այս հարաբերությունները ներքին իրավիճակի, ինչու է Վրաստանի պարագայում Եվրամիությունը նույն Կայա Կալասը եւ կամ դիվանագետներ այդպես կտրուկ արձագանքում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին կամ անդիմադիրների դեմ բռնություններ, ոստիկանության բռնություններ եւ այլն, բայց Հայաստանի պարագայում լռում են, որովհետեւ նմանատիպ դեպքեր եւ բռնաճնշումներ եւ կալանավորումներ եւ խաղբանտարկումներ նաեւ Հայաստանում կան։ Դե այդ հարցը թե ինչու են լռում կամ ինչու չեն լռում, ինձ թվում է առաջին հերթին պիտի հենց եվրոպական քաղաքական գործիչներին ուղղեք եւ ոչ թե ինձ, բայց Վրաստանի պարագայում ելի եմ կրկնում 2022 թվականը շատ մեծ նշանակություն ունեցավ եւ այդ բեկումնային տարին էր հարաբերությունների առումով, թեև 2023 թվականին, ինչպես հիշում եք, Վրաստանին այդ ժամանակ անդամակցության տեխնացուի կարգավիճակ տրվեց։ Այսինքն այդ մեկ տարին Վրաստանում այսինքն սկսվեց պատերազմը, այդ բաժամիջոցների վերաբերյալ ինչ որ հարցեր կային, քննարկումներ կային եւ նույնիսկ ասում էին մեղադրանքներ կային վրացական կողմին, որ Վրաստանը օգնում է Ռուսաստանին շրջանցել այդ բաժամիջոցները, հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհը սկսել է տարբեր տարածք բաժամիջոցներ կիրառել, բայց ապացուցված այդ փաստահեն, այսինքն տեղեկատվությունը դրա մասին, որպես այդպեսին այդպես էլ չհայտնվեց եւ չապացուցվեց։ Իսկ ինչ վերաբերում է արդեն 2023 թվականին, այսինքն մի ամբողջ տարի այս խմորումները եղան եւ 2023 թվականին Վրաստանը ստացավ այդ անդամակցության տեխնացուի կարգավիճակը եւ Վրաստանում սա ուղղակի իսկապես ցնծություն էր, որ Վրաստանը կարողացել է այդ տեխնացուի կարգավիճակը ստանալ եւ հիշում եմ այդ ժամանակ նաեւ շատ մեծ ուրախություն էր Հայաստանում։ Ես հայկական սոցցանցերում այդ բուրըն էմոցիոնալ շնորհավորանքները Վրաստանին, որ վրացիների համար։ Այո, այն ժամանակ իսկապես շատ ուրախանում էին վրացիների համար, որ Վրաստանը ստացել է այդ անդամակցության կարգավիճակը եւ այլն։ Եվ փորձը ցույց տվեց, որ ընդամենը 1 տարի հետո 2024-ին, այս 1 տարվա ընթացքում հարաբերությունները այնքան լարվեցին եւ հարաբերություններում այնպիսի լուրջ խնդիրներ առաջացան, որ Եվրոպական միությունը եւ Վրաստանը կարողացան հասնել այն կետին, որում են հիմա, եւ այդ կետը ճգնաժամային լուրջ, այսինքն միջավայր է ստեղծել, հարաբերությունները որպես այդպեսին չեն զարգանում, ունենք այս պարագայում, այսինքն այդ բաժամիջոցների մեջ է նաև դիվանագիտական անձնագիր ունեցող մարդկանց, այսինքն քաղաքական գործիչների, պաշտոնյաների համար վիզայի
չեղարկվել է առանց վիզա ճամփորդելու հնարավորությունը եւ քննարկումներ կան, որ միգուցե Եվրոպական միությունը նմանատիպ, այսինքն չեղարկում ընդունի նաեւ ընդհանրապես Վրաստանի քաղաքացիների համար, սա իսկապես բավական զգայուն թեմա է, որովհետեւ մի կողմից այո Եվրոպական միությունը կարող է դրանով այդ ցասումը առաջացնել հանրության շրջանում եւ մյուս կողմից կարող է այդ հիասթափությունը լինել, որ ինչու է պատժվում այս առումով վրաց հանրությունը, քաղաքացիները ինչու են պատժվում դրա համար, երբ որ խնդիրը ավելի հիմնականում քաղաքական ուժերի հետ է, քաղաքական իշխող թիմի հետ է եւ ոչ թե հասարակ Վրաստանի հասարակ քաղաքացիների հետ։ Եվ վերջի շրջանում օրերին հայտարարություն եղավ Եվրոպական միությունից, որ Եվրոպական միությունը փորձելու է Վրաստանի քաղաքական քաղաքասարակությանը օգնել, բայց փնտրում են այդ մեխանիզմները, թե ինչպես դա կարող են անել, որովհետև նույն իրավական փոփոխությունների պատճառով, այո, ֆինանսավորման պատճառով, գրանտների, դրամաշնորհների պատճառով, Եվրոպական ընդհանրապես այդ արևմտյան ֆինանսավորման կրճատվում է, թե պետք է ավելի թափանցիկ դառնա կամ նախ թափանցիկ է դառնում եւ շատ մեծ ամասամբ դրանք կրճատվում են եւ ընդհանրապես դրանք չկան։ Պետությունը այն ժամանակ ասում էր Վրաստանում, որ կարող են նաև պետական դրամաշնորհներ ստանալ, բայց մենք իսկապես նաև հստակ հասկանում ենք, որ օրինակ ընդդիմադիր լրատվամիջոցները կամ գործիչները չեն կարող պետությունից որևէ կերպ ինչ-որ ֆինանսավորում ստանալ հակաիշխանական ինչ-որ գործունեություն ծավալելու համար կամ հակաիշխանական լրահոս ապահովելու համար։ Այդ իսկ պատճառով, այսինքն բավական կրճատվել է այդ արևմուտքից եկող ֆինանսավորումը տարատեսակ ինչ-որ հարցերի քաղաքասարակության ակտիվացման եւ այլնի համար եւ նույնիսկ այս տարվա ընթացքում հանրահավաքների ժամանակ դուգանվում էին քաղաքացիները նույն փողոց փակելու համար կամ տարատեսակ այլ ինչ-որ հարցերում հիմնականում որոշ ՀԿ-ներ այդ գումարները կարողանում էին կոմպենսացնել, բայց նաեւ դրան եղան այդ խիստ հսկողությունը եւ արգելվեց որևէ տեսակի այդ դրամաշնորհներով կամ այլ ֆինանսավորմամբ վճարել մարդկանց այսինքն դուգանքները։ Հիմա գանք հայ-վրացական հարաբերություններին, այստեղ նույնպես շատ հետաքրքիր իրավիճակ է, հատկապես Հայաստան-Վրաստան պաշտոնական հարաբերությունները վերջին շրջանում։ Նախ ինչու Վրաստանի պատվիրակությունը չմասնակցեց Եվրանեստի նստաշրջանին Երևանում եւ արդյոք այդ նստաշրջանից հետո Երևանում տեղի ունեցած եւ Վրաստանի մասին ընդունված բանաձևից հետո վատթարացել են Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները, սա մասին ինչ կասեք։ Իրականում մենք այստեղ պատճառը ոչ թե Հայաստանն էր, որովհետեւ եթե նույն այդ համաժողովը իրականացվեր ոչ թե Հայաստանում, այլ օրինակ Իտալիայում, կարծում եմ Վրաստանի դիրքորոշումը այս հարցում նույնն է լինելու, որովհետև խնդիրը այստեղ Եվրոպայի հետ է եւ ոչ թե Հայաստանի, իսկ ինչ վերաբերում է այդ հարաբերությունների հնարավոր վատթարացմանը, ապա եւ հայկական կողմը այդ ժամանակ արեց տարբեր հայտարարություններ, թե այսինքն այդ բանաձևի ընդունման հետ կապված, որոնք թե ինչ կարևոր դրույթներ են եղել այդտեղ, որ հայկական կողմը չի կարողացել ուղղակի չստորագրել եւ նաեւ վրացական կողմը շատ կարճ ժամանակում թեման ուղղակի հանգիստ հանգուցալուծվեց եւ նոր ինչ որ քննարկումներ այդ առումով չեղան։ Այսինքն մենք այստեղ Հայաստանին որևէ կերպ չեն կարող գործոն համարել, որովհետև ուղղակի Հայաստանում անցկացվում էր այս տարի այդ համաժողովը։ Ինչ վերաբերում է ընդհանրապես Հայաստան-Վրաստան հարաբերություններին եւ այս զարգացումներին, ներեցեք, բայց չէ՞ որ Հայաստանի իշխանությունը, ավելի ճիշտ կառավարող ուժի ներկայացուցիչները կողմ են քրվարկել այդ բանաձևին եւ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը այդպիսի հայտարարությամբ հանդես եկա, որ Հայաստանի վարչապետը բազմիցս եկել է Վրաստան, հանդիպել է ընտրված կառավարության հետ եւ հիմա փաստորեն կողմ են քվեարկում այն բանաձևին, որ Վրաստանի կառավարությունը լեգիտիմ չէ։ Ես որքան հիշում եմ, հենց այդ հայտարարությունից հետո Վրաստանի փոխոսնակի հայտարարությունից հետո եղան հայկական կողմից այդ հայտարարությունները եւ նշվեց այդտեղ, որ հայկական կողմը չէր կարող չքվեարկել եւ չընդունել այդ բանաձևը,
որովհետև այդ նույն բանաձևում մյուս կետերում Հայաստանի համար էականորեն մեծ նշանակություն ունեցող դրույթներ կան։ Եվ սա է իմ ասածը, որ այսինքն այն դրույթները, որոնք վերաբերել են Հայաստանին եւ շատ կարեւոր են եղել հայկական կողմի համար, հայկական կողմը դրանք չէր կարող եւ նախաձեռնել այդ դրույթների ընդունումը եւ ներկայացումը համաժողովին եւ չէր կարող նաեւ դրանք որևէ կերպ անտեսել եւ դրանց վերաբերյալ որևէ բան չանել, այո, քննարկում չծավալել։ Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ես չեմ կարծում, որ կան աշխարհում երկրներ, որոնք որևէ տեսակի հարաբերություններում չունենան ինչ որ ընթացիկ խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել կամ քննարկել ինչ որ եւ բարեբախտաբար Հայաստանի եւ Վրաստանի այս բազմադարյա հարաբերությունների ընթացքում մենք այդ լուրջ կենսական նշանակության այդ բախումների ականատես չենք եղել եւ բարեբախտաբար մենք միմյանց այսինքն ոչնչացնելու եւ այդ թշնամական հարաբերություններ ունենալու, այսինքն այդ փուլերում դա այսինքն պատմության ընթացքում հայ-վրացական պատերազմի, որը որպես այդպեսին հենց ինչ որ տենց լուրջ պատերազմի այսինքն չենք կարող նույնիսկ դիտարկել որպես հենց լուրջ պատերազմ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ եւ կարծում եմ սա շատ կարեւոր հանգամանք է մշտապես շեշտելու եւ ցույց տալու հատկապես տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհին, որ կարող են այո երկրները ապրել միմյանց հետ եւ լուրջ բախումներ եւ խնդիրներ չունենալ։ Իսկ ինչ վերաբերում է մյուս խնդիրներին, որոնք կարող են ծագել եւ տնտեսական ոլորտում, տնտեսության հետ կապված, առևտրաշրջանառության հետ կապված, բեռնափոխադրումների հետ կապված եւ ես կարծում եմ սա ամենակարևոր այսինքն քայլը պիտի լինի երկրների համար, որ կարողանան քննարկումներում եւ տարատեսակ հանդիպումների ժամանակ այս խնդիրներին հստակ լուծում տալ եւ չթողնել, որ դրանք խորանան։ Եվ վերջին տարիներին քաղաքական, որի մասին դուք խոսում եք, քաղաքական այդ հարաբերությունների մասով, քաղաքական հարաբերությունները բավական զարգացած են։ Եվ Վրաստանին որպես այդպիսին բավական մեծ ուշադրություն է դարձնում հայկական կողմը։ Վրաստանի հետ կապված տարբեր ինչ-որ հանդիպումներ, դրանք եւ քաղաքական հանդիպումներ են եւ պաշտոնական, պետական տարբեր տարատեսակ հանդիպումներ կան այդ առումով։ Եվ որպես այդպեսին, այսինքն մենք բացը հայ-վրացական հարաբերություններում այդ հանդիպումների չենք նկատում, որ օրինակ ինչ-որ հարցեր հնարավոր չէ քննարկել։ Ելի եմ կրկնում, որ մենք այս տարվա ընթացքում տեսանք որոշակի խնդիրներ, որոնց մասին խոսում էր հայկական կողմը եւ վրացական կողմը, դրանք փորձում էր կամ պատասխանում էր կամ ուղղակի միգուցե նաեւ ներքին ինչ որ հանդիպումներում դրանք լուծվում էին, բայց կարծում եմ, որ դրանք այն քննարկումները չեն, որոնք կարող են ստվերել նույն հայ-վրացական հարաբերությունների բարեկամական, այսինքն այդ հենքը եւ այս միջավայրը, այսինքն մեր ունեցած դրական միջավայրը որևէ կերպ ստվերել։ Եվ կարծում եմ, որ նաեւ շատ կարեւոր է մշտապես հիշել, որ կան երկրներ, որոնք շատ ոգևորված են եւ մեծ սիրով կարող են մեր ունեցած հարաբերությունների վրա աշխատել եւ դա պատերազմի ժամանակ էր, Արցախյան պատերազմի ժամանակ էր հստակ երևում եւ դա տարբեր ինչ որ քննարկումներում է երևում, երբ որ վրացական Հայաստան-Վրաստան հարաբերությունները փորձում են երրորդ երկրներ, երրորդ ուժեր, այսինքն ինչ որ հարաբերություններում լարվածություն ստեղծել։ Քանի որ ես ամենասկզբում զրույցի այդ հարցը բարձրացեցի, ինձ էր հետաքրքիր թե Վրաստանը ինչ հետաքրքրություններ ունի տարածաշրջանային գործընթացների նկատմամբ, որովհետև տեսնում ենք շատ դինամիկ զարգացող տարածաշրջան եւ ընդհանրապես աշխարհակաղակական իրավիճակ, այս համատեքստում Վրաստանը որպես տարանցիկ բավական կարևոր դերակատար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կամ տարածաշրջանում, այսպես ասած, հաղորդակցությունների ապաշրջափակման այս գործընթացում սրա մասին ես կուզեի անդրադառնանք եւ հատկապես Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի տարածումը դեպի Հայաստան, որի մասին հայտ արեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը, բայց հետո, եթե չեմ սխալվում, Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը դրան անդրադարձավ, որ մաքսատուրք չեն գանձելու վրա, սա խնդիր չի առաջացնելու Վրաստանի համար, այս տարանցը հնարավոր լինելու է այս տարանցում անցամ։ Սկսենք այն կետից, որ Վրաստանի տարանցիկության հետ կապված հարցին անդրադառնանք, իրականում վերջին
2020 թվականից հետո տարածաշրջանում կտրուկ այսինքն երբ ուժերի փոփոխություն է եղել եւ նաեւ հաշվի առնելով 2022-23 թվականից հետո արևմուտքի հետ ունեցած Վրաստանի հետ հարաբերությունները, այո, տարածաշրջանում մի փոքր ուժային այս բալանսը մի փոքր չէ, ուժային բալանսը փոխվել է եւ ընդհանրապես առաջնահերթությունները եւ աշխարհաքաղաքական առաջնահերթությունները փոխվել են։ Ինչպես նախկինում մի խոսքի ընթացքում ասացի, որ ժամանակին արևմուտքի համար հարավային Կովկասում ամենակարևոր դերակատարներից մեկը հենց Վրաստանն էր եւ այդ ժամանակ Վրաստանը նաեւ նախաձեռնություններով էր հանդես գալիս, որ կարող է օրինակ ինչ-որ նախաձեռնություններ առաջարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման եւ լուծման վերաբերյալ։ Տարածաշրջանային նախաձեռնությունների մասին է խոսքը։ Արդեն 2000 այս տարվա օգոստոսից հետո, երբ ԱՄՆ-ում նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության վերաբերյալ, այսինքն այդ փաստաթուղթը, վրացական կողմում ակտիվացան այդ մտահոգությունները, անհանգստությունները ընդհանրապես տարածաշրջանում այդ կապուղիների ապաշրջափակման եւ Վրաստանի տարանցիկ հաբի դերակատարության նվազման վերաբերյալ, որովհետեւ հիմա շատ լավ հասկանում ենք, որ Վրաստանը շատ տարանցիկ հանգույց է երկրների համար, եւ Հայաստան, Ռուսաստան, այսինքն բռնափոխադրումների համար եւ ընդհանրապես Հայաստանը որպես արտաքին աշխարհին կապող կառույց, ներողություն, երկիր եւ ինչու՞ չէ նաեւ Ադրբեջան, Թուրքիա, ընդհանրապես արևելք արևմուտք այս կապը պահպանելու համար եւ տարիներ շարունակ Վրաստանը ունեցել է այդ մենաշնորհը տարածաշրջանում այդ տարանցիկությունը ապահովելու համար եւ ամեն ինչ կախված է եղել Վրաստանի հետ հարաբերությունների եւ Վրաստանի այդ օրվա այդ օրակարգի հետ։ Հիմա մի փոքր իրավիճակը փոխվել է եւ տարածաշրջանում ի հայտ է եկել մեկ այլ հնարավորություն՝ կապուղիների ապաշրջափակում, միգուցե չգիտեմ տարիներ հետո եւ այլն, այսինքն որքանով դա հնարավոր կլինի եւ իրականացնել այս կապուղիների ապաշրջափակումից հետո ինչպիսի իրավիճակում կհայտնվի Վրաստանը եւ արդյոք կունենա այն նույն հոսքը բեռների, որը օրինակ ապահովում է հիմա։ Եվ Վրաստանում տարբեր քաղաքական առումով բավական զսպված էր Վրաստանի արձագանքը, եթե արձագանքին նաեւ անդրադառնանք, սկզբնական փուլում բավական զսպված են, այսինքն այո, եղան այդ շնորհավորանքները հայկական եւ ադրբեջանական կողմերին, ինչպես նաեւ ԱՄՆ-ին, որ տարածաշրջանում, այսինքն նաեւ Վրաստանը ինքնին ցանկանում էր ցույց տալ, որ շատ կարեւոր է ԱՄՆ-ի դերակատարությունը եւ այլն, բայց ընդդիմադիր դաշտում շատ մեծ էր այդ հիասթափությունը, այդ անհանգստությունը եւ անդիմադիր գործիչները հիմնականում սա դիտարկում էին որպես աշխարհաքաղաքական աղետ Վրաստանի համար։ Ես սա որևէ բառ չեմ չափազանցնում եւ հենց վրացական, այսինքն անդիմադիր գործիչների հայտարարություններում նմանատիպ եզրեր, տերմիններ դուք հանգիստ կարող եք գտնել, որ համարում էին, որ սա շատ վատ իրավիճակ է ստեղծում Վրաստանի համար։ Նկատի ունեք թրիփի մասին հայտարարություն։ Ընդհանրապես, այսինքն, այո, որ Վրաստանը կկորցնի իր տարածքության, այսինքն դերակատարությունը եւ այստեղ նաեւ այո, թրիփին էր վերաբերում առաջին հերթին, ոչ թե որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության համաձայնագիր ունենալ։ Ինչ վերաբերում է այդ խաղաղության համաձայնագրին, այդ առումով օրինակ վրացական եւ ընդդիմությունը եւ քաղաքական իշխանությունը բավական դրական արձագանքեցին, որ տարածաշրջանում հնարավոր է, այսինքն երկարատև հակամարտությունը վերջապես հանգուցալուծվի եւ լինի այդ խաղաղ համակեցության հնարավորությունը։ Մեկ այլ հետաքրքիր տեսանկյուն է արդեն փորձագիտական դաշտում այս քննարկումները եւ հանրային գործիչների շրջանում նմանատիպ քննարկումները, որտեղ բացի այն, որ կարող են ինչ-որ հարցերում շատ մտահոգություն հայտնել, այլ նաև ճանապարհային քարտեզներ էին առաջարկում, թե ինչ պիտի անի Վրաստանը, որ կարողանա դուրս չմնալ այս աշխարհաքաղաքական խաղից եւ կարողանա շարունակել պահպանել տարածաշրջանում իր դերակատարությունը եւ որպես տարանցիկ երկիր, եւ որպես տարածաշրջանային ինչ-որ նախագծերի մաս կազմող երկիր եւ այլն։ Ու հիմա վերջին ամիսներին ակտիվորեն քննարկվում է նաև Վրաստանի դերակատարությունը թրիփին եւ թե ոչ թե դերակատարություն, այլ ինչպիսի դերակատարություն կարող է ունենալ Վրաստանը այս առումով եւ կան տարբեր քննարկումներ եւ դրա մասին եղել են տարատեսակ հաղորդագրություններ եւ հայտարարություններ, որ նույն Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներն են քննարկումներ արել Վրաստանի
կառավարության ներկայացուցիչների, հատկապես էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ եւ այսինքն այս քննարկումներում մենք անդադար լսում ենք, որ քննարկվում է թե ինչպիսի դերակատարություն կարող է ունենալ Վրաստանը նաեւ այս հարցում։ Այսինքն դուրս չմնալ տարածաշրջանային իրողություններից եւ իր դերակատարություն ունենալ նույն այս թրիփին եւ թե Հայաստանով անցնող այս հնարավոր ճանապարհներին, այսինքն մասնակից լինելու այս ամեն ինչին։ Քանի որ դեռևս որևէ էական ինչ-որ հայտարարություններ կամ այլն չկան դրա վերաբերյալ, բայց ուղղակի կարևորն այն է, որ քննարկումներ կան եւ Վրաստանն էլ արդեն սկսել է տարատեսակ հանդիպումներում, պաշտոնական հանդիպումներում եւ տարբեր հարթակներում խոսել, որ շատ կարևոր է եւ Վրաստանը պիտի կարողանա ինչ-որ ներգրավվածություն ունենա եւ այլն եւ այլն։ Թե ինչպիսին կլինի այսինքն ներգրավվածությունը եւ Հայաստանով դեպի Վրաստան այդ ճանապարհները կամ հնարավոր ճանապարհներ ինչպես կանցնեն, արդեն ժամանակի հարց է, բայց փորձագիտական դաշտում քննարկում են, որ գիտենք Վրաստանով անցնում է միջին միջանցքը եւ Հայաստանում թրիփի շահագործումից այսինքն աշխատելուց հետո քննարկում են, որ հնարավոր է միջին միջանցքից էական, այսինքն մոտ 10-15%, սկզբում քննարկում էր 15-ից 20%, հիմա արդեն վերջին ամիսներին նաև 10-15% թիվն է շրջանառվում, որ այդ բեռների մոտ 10-15%-ը կարող է ուղղվել Հայաստանով անցնել, այսինքն տարանցիկությունը անցնել Հայաստանով եւ բացի դրանից, որ հիմնական Հայաստանի դեպի Ռուսաստան այսինքն ելքը հնարավորություն ապահովում է հենց Վրաստանով, փորձագետները պնդում են նաև, որ կարող է նաև ֆինանսապես շահութաբեր չլինի, օրինակ շարունակել այդ բեռնափոխադրումները իրականացնել ամենաթանկ միջոցներով, այսինքն ավտոմոբիլային տարբերակով եւ օրինակ Ռուսաստանից ցորենի ներկրումը Հայաստան լինի նորից շարունակվի իրականացվել արդեն երկաթուղով կամ օրինակ թուրքմենական նավթի այդ հնարավոր մատակարարումները լինեն արդեն նորից Ադրբեջանով եւ այլն սրանք քննարկումներ են եւ սրանք այն մտահոգություններն ու հարցերն են, որոնք վրացական մեդիայում եւ վրացական փորձագիտական դաշտում մշտապես հնչում են վերջին ամիսներին եւ գալով ձեր հարցի մյուս մասին, որը վերաբերում է Ադրբեջանից նավթի այդ փոխանցմանը, հետաքրքիր մի այսպիսի բան կար, այո, վրացական կողմին ադրբեջանական լրատվամիջոցներում տենց մեղադրանքներ հնչեցին վրացական կողմի վերաբերյալ, որ Վրաստանում ինչ-որ առումներով խոչընդոտում են այս հարցին, բայց նույն փորձագիտական մեկնաբանություններից պարզ է դառնում, որ վրացական երկաթուղի այդ ընկերությունը, որը ապահովում է այս բեռնափոխադրումները, ունի նաև դուստր ձեռնարկություններ, այսինքն այդ դուստր ձեռնարկություններ են մտնում այդ ընկերության կազմի մեջ եւ այդ դուստր ընկերություններն են, ձեռնարկություններն են, որոնք սակագներ են սահմանում տարբեր բեռների փոխադրման համար եւ շատ հաճախ ականատես են լինում, որ այդ ձեռնարկությունները սահմանում են սահմանվածից 2-3 եւ նույնիսկ շատ ավելի անգամ բարձր գներ եւ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաեւ հենց Ադրբեջանի պարագայում։ Այսինքն երբ որ ադրբեջանական կողմը դիմել է այդ ընկերություններին սակագին հասկանալու համար, նշվել է շատ բավական բարձր սակագին, որին հետո արձագանքել է նաեւ Վրաստանի պաշտոնական, որպես պաշտոնական Վրաստանն է արձագանքել եւ ասվել է, որ Վրաստանի վարչապետի միջնորդությամբ եւ հանձնարարությամբ, ոչ թե միջնորդությամբ, այլ հանձնարարությամբ կարողացել են խնդիրը կարգավորել եւ մեկ անգամյա այդ փոխադրումը Ադրբեջանից Հայաստան կլինի լիովին անվճար, բայց կա այդ խնդիրը եւ այդ խնդիրը հավանաբար ավելի շատ հենց Վրաստանի ներսում լուծելու խնդիր է, որը կվերաբերի այսինքն պետության եւ վրացական երկաթուղիների հնարավոր այդ սակագների հարցը լուծելուն կվերաբերի եւ ոչ թե ավելի շատ Հայաստան-Ադրբեջան կամ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան հարցին։ Եվ մի կարևոր հանգամանքի էլ այստեղ ուզում անպայմանորեն անդրադառնալ, որովհետեւ հայկական դաշտում մենք շատ հաճախ տեսնում ենք, որ այս ադրբեջանական տեղեկատվական հոսքը, որը մեծապես քննադատաբար էր մոտենում Վրաստանին, այսինքն բերվում է նաեւ այդ հայկական դաշտ, նաեւ փորձելով այդ տրամադրվածությունը ստեղծել Հայաստանում, որ մենք ինքներս Վրաստանի նկատմամբ ունենանք բացասական դիրքորոշում, որ ինչ որ հարցերում այդ խնդիրը տեսեք վրացական կողմը խնդիր է ստեղծում, որովհետև լրատվամիջոցներում այնպիսի վերնագրեր եւ
ադրբեջանական հատկապես տեսնում ենք, որ Վրաստանը իբր թե դեմ է տարածաշրջանում խաղաղության այս գործընթացների եւ այլն, այսինքն պիտի նաեւ դիտարկենք, որ կա սրա նաեւ այսինքն մեդալի հակառակ կողմը, ոչ միայն զուտ բռնափոխադրումների եւ այլնի խնդիր է, այլ նաեւ որ կարող են Հայաստան-Վրաստան հարաբերություններում ունենալ բացասական հետևանք հենց նույն լրատվամիջոցների ադրբեջանական, այսինքն այդ թեզերը եւ ամեն ինչը հայկական կողմը շրջանառելու հետևանքով։ Կարծում եմ այս պարագայում պիտի բավական զգուշավոր մոտենալ ադրբեջանական մեդիայում նմանատիպ այդ քննարկումներին, որոնք անողոքաբար սկսում են քննադատել վրացական կողմի եւ միշտ այդ հնարավորությունը տալ, այդ տեղը թողնել պաշտոնական մեկնաբանությունները ստանալուն եւ ընդհանրապես Վրաստանում փորձագիտական, այսինքն թեմայի վերաբերյալ հստակ գիտելիքներ եւ հետազոտություններ իրականացնող, այսինքն մարդկանց հետ զրուցել, հասկանալ թե ինչպիսին է իրականում խնդիրը, այսինքն այս պարագայում կա խնդիր վրացական կողմում, հենց Վրաստանի այսինքն երկաթուղիների, վրացական երկաթուղիների եւ այդ դուստր ձեռնարկությունների միջեւ, որի մասին արդեն ավելի ուշ պարզ դարձավ, քան օրինակ ադրբեջանական կողմը մեդիայով դրանք պնդում էր եւ իրականացնում էր, բայց ամեն դեպքում ինչ որ խնդիր կա Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ դրան գալով այդտեղ, բայց ամեն դեպքում այն ինչ որ վրացական կողմին մեղադրում էին, պիտի հաշվի առնենք, որ Վրաստանը եւ Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, որոնք տարբեր հարթակներում եւ տարբեր ձևաչափերով համագործակցում եւ այդ համագործակցությունը բավական մեծ է եւ բավական նկատելի համագործակցություն է։ Տեսանելի խնդիրներ, որպես այդպիսին վերջին շրջանում նույն ադրբեջանական մեդիան պնդում էր, որ Վրաստանում բռնափոխադրողները բախվում են տարատեսակ խնդիրներից, ծխախոտի հետ կապված ինչ-որ խնդիրներ կային, որոնք շատ ստուգվում էին եւ այլն, բայց Վրաստանում ամենաբարձր մակարդակով դրան շատ արագ պատասխան տրվեց, որ խնդիրը ուսումնասիրվում է եւ չկան այդ լուրջ չեն սպասեցվում ադրբեջանական բեռնատարները եւ այլն, այսինքն կարծում եմ, որ վրացական կողմը արեց այդ պահին հայտարարությունների մակարդակով գոնե ամեն ինչ ցույց տալու, որ Ադրբեջանի հետ ինքը չի կարող ունենալ խնդիրներ։ Եվ մենք նաև շատ լավ հասկանում ենք, որ եւ ներդրումների առումով եւ տնտեսական առումով, առևտրաշրջանառության առումով, գազի առումով եւ այսինքն էներգետիկ ինչ-որ տարբեր համագործակցությունների առումով Վրաստանի շահերից չի բխում նաև այս պարագայում Ադրբեջանի հետ ունենալ ինչ-որ լուրջ խնդիրներ, որոնք կազդեն առաջին հերթին սեփական տնտեսության վրա։ Այսինքն կարծում եմ, որ այստեղ նաև ինչ-որ առումներով կարող է ուռճացված լինել, թեև միշտ պիտի թողնել այդ տեղը չբացառելու ինչ-որ բաներ, որոնք կարող են օրինակ, չգիտեմ, 1-2 ամիս հետո մեր խոսակցությունից ի հայտ գալ եւ պարզվի, որ միգուցե ներքին խմորումներ կան եւ կան ինչ որ հարցերում հակասություններ։ Այս պարագայում ես կարծում եմ, որ Վրաստանի շահերից չի բխում այդ եւ չի կարող Վրաստանը սեփական ազգային շահերի եւ այդ կապված ունենա Ադրբեջանի հետ լուրջ խնդիրներ եւ հակասություններ։ Փորձագիտական շրջանակներում շատ են եղել այնպիսի գնահատականներ, որ Վրաստանը զգալիորեն տնտեսական էքսպանսիայի է ենթարկվել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Այսպես ճիշտ արդյոք այս գնահատականը եւ ինչ ազդեցություն ունեն այնտեղ Վրաստանն ու ներեցեք Թուրքիան եւ Ադրբեջանը եւ քանի որ Հայաստանն էլ ակնհայտորեն այդպիսի մի վտանգի առաջ է կանգնած, ինչ է ասում այս մասին վրացական փորձը։ Վրաստանի հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ելի կրկնելով ռազմավարական նշանակությանը եւ այստեղ կա բացի տնտեսական հարաբերություններից կա նաեւ այդ քաղաքական բաղադրիչը, որը մեծապես կարևոր է եւ նաեւ Թուրքիայի պարագայում կա նաեւ այդ ռազմական բաղադրիչը, սրա մասին պիտի նույնպես չմոռանալ։ Իհարկե վերջին տարիներին, վերջին 1 տարվա ընթացքում հատկապես այդ ռազմական բաղադրիչի մասը ինչ որ առումներով հետ է գնացել, ես հիմա կխոսեմ դրա մասին, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ այդ Թուրքիան մշտապես եղել է Վրաստանին աջակցող այդ երկրներից մեկը, որ փորձել է Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին միշտ, այսինքն աջակցել այդ անդամակցությանը, ներկայացնել տեխնացությունը
տարատեսակ եւ արտգործնախարարի մակարդակով եմ ես հիշում այդ հայտարարությունները, որ թուրք արտգործնախարարի մակարդակով, որ ժամանակն է, որ մենք ընդունենք Վրաստանի ՆԱՏՕ-ի շարքեր եւ այլն եւ այլն։ Եվ եթե նայենք նաեւ բուն ռազմական համագործակցության, այսինքն այդ ընթացքը, թուրքական կողմը մշտապես աջակցել է Վրաստանին եւ բանակի հետ կապված բարեփոխումներում եւ ենթակառուցվածքների բարելավման առումով, բարեկարգման առումով, այսինքն եւ կան որոշակի նաեւ տեղեկություններ, որ նույն Թուրքիան ԱՄՆ-ից հետո ամենամեծ ռազմական օգնությունն է եւ ֆինանսավորումն է հատկացրել Վրաստանին տարիների ընթացքում եւ դա եղել են եւ օդանավակայանի, ռազմական օդանավակայանի վերակառուցման, Մարնեուլի մասին եմ խոսում եւ զինվորական ինչ-որ անձնակազմի վերապատրաստման եւ այլն մասին։ Ես ինչու եմ սա հատկապես շեշտում, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք Վրաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին, մենք մոռանում ենք շատ կարեւոր այլ բաղադրիչներ, որոնք վերաբերում են անվտանգային անվտանգությանը եւ սա ոչ պակաս կարեւոր է, երբ որ կան անվտանգության վերաբերյալ կարեւոր եւ գործուն համագործակցություն, որը Վրաստանի եւ Թուրքիայի համագործակցությունն է, նաեւ տեխնիկայի սպառազինության ձեռքբերման առումով եւ Վրաստանի ձգտումը անդամակցության եւ ընդհանրապես այո, որպես հարևան երկիր, որ սահմանակից է Թուրքիայի եւ ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ամեն դեպքում վերջի շրջանում հայտարարությունները վրացական կողմի բավական այլ են, դրան եթե կարիք լինի հետո կանդրադառնանք, բայց խոսելով հենց Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, այսինքն անվտանգային բաղադրիչը հասկացանք, տնտեսական բաղադրիչը, այո, Թուրքիան առևտրային գործընկերների շրջանում երեակում է մշտապես եղել եւ առևտրաշրջանառության առումով եւ туриզմի առումով եւ ներդրումների առումով եւ Ադրբեջանը իհարկե տասնյակում կա երեակում չի հայտնվում երբևէ հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի գործոնները, ամեն դեպքում միշտ տասնյակում լինում է եւ այս պարագայում էլ պիտի չմոռանանք, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջև այդ գազային համաձայնագրերը կան եւ Վրաստանում գործում է Սոկար, այսինքն ադրբեջանական պետական, այսինքն Սոկար ընկերությունը, որը մշտապես, այսինքն մոտ 80-ից ավել տոկոսով կարողանում է Վրաստանի գազաֆիկացումն է ապահովում եւ այլն, այսինքն մենք այսպիսի իրավիճակ ունենք, որ շատ թելերով են երկրները կապված, փոխկապակցված իրար եւ այսինքն լուրջ ինչ որ հակասությունների մասին խոսել այս առումով կարծում եմ ժամանակի այսինքն այս փուլում գոնե այս փուլում արդիական չէ, իսկ ներդրումների եւ այլնի առումով մշտապես, այսինքն ցանկացած երկրի պարագայում այդ վտանգը կա, եթե մենք կամ ընդհանրապես մյուս երկրները կարող են խոսել թուրքական, այսինքն ակտիվ ներգրավվածության եւ մասի, ապա վերջին շրջանում խոսում են նույն չինական ներգրավվածության եւ չինական ներկայության մասին։ Եվ դրա մասին նաև նույն ընդդիմադիր կողմն է խոսում, որ եթե Արևմուտքը չշարունակի լուրջ վերաբերվել այս, այսինքն չկարողանա լուծել այս խնդիրը, Արևմուտքի փոխարեն եւ արևմտյան ընկերությունների փոխարեն Վրաստանում հայտնվելու են եւ արդեն հայտնվել են չինական ընկերություններ, որոնք ենթակառուցվածքների ոլորտում նույն հյուսիս-հարավ ճանապարհի այդ շինարարությունը, այդ հսկայական ենթակառուցվածքային ծրագիրը իրականացում Վրաստանում իրականացնում է չինական ընկերությունը, Անատլիայի նավահանգստի հետ կապված, որը բավական մեծ եւ ամբիցիոզ ծրագիր է, եթե դա իրականացվի եւ կարողանան, այսինքն ֆինանսավորումը գտնել նույն չինական ընկերություններն են դրանով հետաքրքրված, այսինքն մենք մշտապես ունենք այդ փոքր երկրների պարագայում, մենք այդ վախը եւ մտավախությունը միշտ ունենք, որ կարող են մեր հարևանությամբ հայտնվել այնպիսի դերակատարներ, այսինքն ավելի շատ ներգրավվածություն, ավելի շատ ներկայություն, թուրքական ներկայություն, ադրբեջանական ներկայություն, հիմա Վրաստանի կողմից հակառակ բան է, ռուսական ներկայություն Հայաստանում կամ չգիտեմ ամերիկյան, իրանական ներկայություն եւ այլն, այսինքն մշտապես այս փոքր երկրների պարագայում մենք այդ հավանաբար փոքր երկրների այդ սինդրոմն է, որ այդ վախը, որ մյուս երկրները կարող են որևէ կերպ ունենալ ավելի շատ տիրապետություն եւ ներկայություն եւ կարող են ինչ-որ առումներով տեղական շուկան իրենցով անել եւ խնդիրներ առաջացնել հետագայում, բայց նույն իրավիճակն է նաեւ Վրաստանում այս առումով եւ ցանկացած ավելի գերտերության մասին խոսելիս կարող ենք նույն օրինակը բերել Վրաստանում չինական ներկայություն, իրանական հարաբերությունների հետ կապված, որ իրանական կողմը կարող է ներկայություն ունենալ, ռուսական ինչ որ բաներ, իսկ մենք միշտ ունենք նման իրադրություն Վրաստանում նաեւ։ Այսպիսով ամփոփելով հայ-վրացական հարաբերությունների թեման, իմ վերջին հարցը կխնդրեմ թեկուզ հակիրճ պատասխանել,
Ես նայում եի վիճակագրությունը, որ 2023-ին Հայաստան-Վրաստան երկկողմապրանքաշրջանառությունը կազմել է $262 միլիոն 367 հազար, իսկ ավելի թարմ տվյալներ այս մասին չկան եւ ինչու Հայաստանը եւ Վրաստանը լինելով այսպես հնամենի հազարամյա հարևաններ, բայց խորապես ինտեգրված չեն միմյանց տնտեսապես։ Առևտրաշրջանառության վերաբերյալ երկու մեթոդաբանություն կա, շատ կարճ կարող եմ դրա մասին ասել, որովհետև հայկական կողմը հրապարակում է մեկ այլ թիվ, վրացական կողմը հրապարակում է մեկ այլ թիվ, եւ սա վերաբերում է նրան, որ վրացական կողմը հաշվարկում է, որ ցանկացած բեռ, որ մտնում է Հայաստանից դեպի Վրաստան, արդեն ինքը ներմուծում է համարում։ Կապ չունի, որ Վրաստանի տարածքով օրինակ շարունակում է իր ճանապարհը եւ վերջնակետ օրինակ Ռուսաստանը կամ Բելարուսը կամ ցանկացած այլ երկիր։ Այսինքն, երբ որ վրացական կողմի թվային տվյալներին ենք նայում, տվյալները շատ ավելի մեծ են լինում։ Հայկական կողմի պարագայում միայն մենք դիտարկում ենք Վրաստան ներմուծված կոնկրետ, այսինքն վերջնակետը երբ որ Վրաստանը միայն այդ թվական տվյալներն է եղել։ Բայց ինձ համար մի փոքր կասկածելի թվաց այդ թիվը, որովհետև նույն 2024 թվականին մինչև մեր ռազմավարական համագործակցության, այսինքն փաստաթղթի ստորագրումը երկու կողմի առևտրաշրջանառությունը հատել էր 1 միլիարդ ԱՄՆ Դա ես ԱԳՆ կայքից եմ վերցել, չգիտեմ։ Հավանաբար միգուցե դեռ թարմացված չի եղել կամ այլն, որովհետև եւ տարիներ առաջ, երբ որ քննարկվում էին ռազմավարական համագործակցության հնարավորություն ունենալու հարցը, հայկական կողմը բազմիցս շեշտել էր, որ ցանկանում է Վրաստանի հետ ունենալ, այսինքն անցնել հատել այդ շեմը եւ 1 միլիարդի շեմը հատել եւ իսկապես հատվեց այդ շեմը 1 միլիարդի շեմ հատվեց, իհարկե վերջին 1 տարվա ընթացքում հիմա տվյալները կամփոփվի արդեն հունվարին, բայց մի փոքր ավելի ցածր է այդ առևտրաշրջանառության տվյալները 1 միլիարդը վստահորեն չի հատի, բայց ամեն դեպքում մեր երկրները ունեն բավական ակտիվ, այսինքն այդ առևտրաշրջանառությունը եւ միգուցե նաեւ Վրաստանում այդ ենթակառուցվածքների բարեփոխումներին, որոնք կարող են ավելի հեշտացնել հայկական բեռների փոխադրումը Ռուսաստան, խոսքս վերաբերում է Քվեշետի կոբի հատվածին, որտեղ այդ խնդրահարույց հատվածը, որը կօգնի ավելի արագ, մոտ 1 ժամ ավելի կարճ հնարավորությամբ հասնել վերին լարզ եւ այդպես անցնել այդ ընթացք ճանապարհը միգուցե այդ ենթակառուցվածքային փոփոխություններից եւ բարեկարգումներից հետո հնարավորություն ստեղծվի այդ ել ավելի մեծացնել ծավալները եւ միգուցե նաեւ լինեն այլ այսինքն տարածաշրջանային ծրագրեր, որոնք ել ավելի կակտիվացնեն, պիտի ուղղակի հուսալ, որ սա կարևոր թեմա է եւ ամենակարևորը մեր համագործակցության առանցքային, այսինքն թեման մշտապես եղել է տնտեսությունը եւ առևտրաշրջանառությունը։ Մենք սկսում ենք առևտրաշրջանառությունից տնտեսությունից եւ անցնում ենք մնացած բոլոր թեմաներին։ Այնպես որ տնտեսությունը մշտապես երկու երկրների ամենակարևոր եւ առյուծի բաժինն է կազմում, կարծում եմ, հարաբերություններում։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք Վրաստանի եւ հայ-վրացական հարաբերությունների մասին Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։